Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր տեսադասի թեման է լրագրությունն իմ մասնագիտությունն է։ Ես վստահ եմ, որ այսօր մեզ դիտելու են լրագրության բաժնի ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները, որոնց համար ես պատրաստել եմ այս տեսադասը եւ հուսով եմ, որ այն ձեզ կհետաքրքրի, կտա նոր գիտելիքներ եւ պատկերացումներ լրագրության մասին։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք, թե ինչ է մասնագիտությունը, իսկ հետո կխոսենք արդեն լրագրության մասին։ Մասնագիտությունը այն խնդիրն է, որով մարդը կզբաղվի գիտակցորեն։ Մենք մասնագիտություն ընտրում ենք 18 տարեկան դառնալուց, քիչ թե շատ գիտակից ենք, հետո կարող ենք փոխել, այսինքն այդ ամենը իրականացվում է մեր գիտակցական կյանքում։ Կտիրապետի տեսական գիտելիքներին, ինչի համար շատ կարևոր է ակադեմիական միջավայրը, ակադեմիական միջավայրում մենք տեսական գիտելիքներն ենք ամբողջացնում, սովորում, հետո արդեն պրակտիկայի արդյունքում գործնական հմտություններն են կատարելագործում, այսինքն տեսական եւ գործնական հմտությունների ամբողջությունը մեզ դարձնում է մասնագետ։ Կունենա ըստ այդմ մասնագիտական փորձ, ինչը կհանգեցնի աճի եւ հետագայում կպատրաստի նոր սերունդ։ Սա իհարկե արդեն վերաբերվում է դասավանդմանը, ճիշտ է, ոչ բոլորն են դասավանդում, բայց ամեն դեպքում հներին գալիս են փոխարինելու նորերը, իսկ հները պարտավորեն իրենց գիտելիքներով կիսվել նորերի հետ։ Եկեք հասկանանք, թե ինչ է լրագրությունը։ Լրագրությունն այն է, ինչն այդ պահին ակտուալ է, կարևոր եւ հետաքրքիր հասարակությանը։ Լրագրությունը խոսքի ճիշտ ընտրությունն ու փաստի արձանագրումն է։ Խնդրում եմ սա շատ լավ ֆիքսենք, որովհետեւ երբ որ գրում ենք նյութ, շատ կարևոր է ճիշտ տեղում ճիշտ բառը օգտագործել։ Բառը կարող է շատ մեծ իմաստային տարբերություն տալ եւ առավել ազդեցիկ դարձնել նյութը։ Ընտրելով տեղեկատվական հոսքից կարևորն ու հետաքրքիրը լրագրողն այն ներկայացնում է իր լսարանին։ Տեղեկատվությունը լսարանին հասցնելու համար օգտագործվում են բաշխման ուղիները, հիմա թերթերին, ռադիոյին, հեռուստաընկերությանը, նաև եկել է փոխարինելու ինտերնետը, ամեն դեպքում յուրաքանչյուր լսարան ունի սեփական նախընտրելի լրատվամիջոցը ԶԼՄ-ն, կարևորը թե ինչպես ես դու դա ներկայացնում։ Լրագրությունը նախատեսված է հասարակական կարիքներն ու շահերը բավարարելու համար։ Եվ միանշանակ առաջին տեղում պետք է լինի շարքային քաղաքացու շահերը, սակայն եկեք չմոռանանք, որ պետք է հարգել նաև մարդու անձնական տարածքը։ Այստեղ շատ նուրբ էթիկական նորմերի պահպանումը պետք է հաշվի առնել, դա արդեն հաջորդ տեսադասերի համար թեմա է, ինչի մասին անպայման կխոսենք։ Լրագրողին կերակրում են ոտքերը, սա հայտնի արտահայտություն է, լրագրողը առաջինը պետք է լինի ցուցահանդեսին, առաջինը պետք է լինի միտինգին, առաջինը պետք է լինի մամուլի ասուլիսին, լրագրողը պետք է շատ քայլի։ Սա փոխաբերական իմաստով ասվող խոսք է, սակայն շատ հետաքրքիր իմաստ ունի։ Սակայն այժմ ժամանակակից լրագրողին ներկայացվող պահանջները մի փոքր այլ են, քանի որ այսօր պահանջվում է ունիվերսալ լրագրող։ Ժամանակակից լրագրողն ամեն ինչ ինքն է անում։ Նա պետք է լինի շարժուն, արդյունավետ աշխատի, անկանոն աշխատանքային ժամերին սովոր լինի եւ մշտապես պատրաստ լինի աշխատելու։ Մի վնասիր, բայց հնարավորության դեպքում ինչ-որ կերպ օգնիր մարդկանց։ Չվնասելու սկզբունքը, այսպես ասած, ներկայացվում է նաև բժիշկներին, այսինքն մեր մասնագիտությունն ու բժիշկների մասնագիտությունը նաև նմանություն ունի։ Մենք դա պարզեցինք այսօր նաև։ Լրագրողի համար կարևոր են ոչ միայն մասնագիտական որակները, այլև մարդկային հատկանիշները, նա պետք է լինի պարկեշտ, մարդասեր, հարգալից, ունենա լսելու կարողություն եւ լինի առատաձեռն։ Սա եւս նուրբ թեմա է, որի մասին կխոսենք հաջորդ տեսադասերի ընթացքում։ Նիկոլայ Սորոկինը հայտնի մանկաբարձ լրագրող մի քանի խորհուրդներ է տվել սկսնակ լրագրողներին, որոնք ես չէի կարող չօգտագործել այս տեսադասում։ Պետք չէ դադարել ստեղծագործել թեկուզ մեկ օր։ Անընդհատ գրեք։ Գրեք թեկուզ մեկ պարբերություն, բայց գրեք։ Պլանավորեք գալիք օրը։ Դա ես երաշխավորում եմ ձեզ թույլ կտա հասկանալու կարևոր գործերը, երկրորդական գործերը եւ այդպիսով դուք օրվա ավարտին նույնիսկ ժամանակ եք ունենալու ընկերների հետ անցկացնելու կամ գիրք կարդալու համար։ Երբեք պետք չէ դավաճանել քո խմբագրակազմին, շատ հաճախ լինելու են շահավետ առաջարկներ, բայց եթե դու ընդունես այդ առաջարկները որպես լրագրող, դու կարող ես քեզ մահացած համարելի դեպ։ Պետք է լինել պրոֆեսիոնալ, իսկ դրա համար պետք է շատ կարդալ, պետք է զարգանալ, մշտապես ինքնակրթվել։
պետք է պահպանել կանոններն ու կարգերը եւ միանշանակ լինել ազնիվ, պարկեշտ եւ աշխատասեր։ Լրագրողական տեքստը լրագրողի գործունեության վերջնական արդյունք։ Իսկ դրա համար, տեքստ գրելու համար մենք մի քանի կետեր ունենք։ Նախ պետք է ընտրենք, թե ինչ թեմայով ենք գրելու մեր լրագրողական տեքստը, պետք է հավաքենք տեղեկատվություն, անցկացնենք հարցազրույցներ եւ այլն։ Տեղեկատվությունը պետք է վերանայել, այսինքն փաստերի ստուգումը շատ կարեւոր է հատկապես այսօր, եւ միանշանակ պետք է լինել համակողմանի օբյեկտիվ եւ մի քանի տեսանկյունից ներկայացնել իրադարձությունը։ Հասանք ամենահետաքրքիր մասերից մեկին՝ վերնագրի ընտրությանը։ Տեքստը գրեցինք, որին պիտի նախորդի հետաքրքիր ուշադրություն գրավող վերնագիր։ Կարևոր է նաև առաջին պարբերությունը, որը lead է կոչվում, ինձ թվում է արդեն դուք դա գիտեք, որը պետք է եւս լինի գրավող եւ շարժի ընթերցողի հետաքրքրությունը։ Լրագրության մեջ գոյություն ունի շրջված բուրգի էֆեկտ, երբ մենք ամենակարևորները վերևում ենք գրում, իսկ հետո ինֆորմացիայի կարևորությունը քիչ-քիչ նվազում է։ Պետք է հավաքել փաստերը եւ պետք է ունենալ նկարագրական եւ եզրակացության բաժիններ։ Վերջում ես ուզում եմ ամփոփել հետեւյալ խոսքով. չկա ավելի հին բան, քան երեկվա լուրը։ Այսօր, երբ տեղեկատվական քաոսը մեծացել է եւ ամեն րոպե նորությունները թարմացվում են, մենք պետք է մշտապես լինենք իրադարձությունների էպիկենտրոնում, մտածենք նոր թեմաներ, փնտրենք տեղեկություններ եւ ստուգենք դրանք։ Ինչպես նաեւ, ինչքան էլ արհեստական բանականությունը զարգանա, ամեն դեպքում լավ լրագրողը, ստեղծագործ լրագրողը մշտապես գործ է ունենալու տեքստի հետ եւ որը պարտավոր է գրել, խմբագրել, քննարկել եւ ստուգել, մշտապես ունենալու է աշխատանք։ Շնորհակալ եմ, որ դուք դիտեցիք մեր աշխատանքը, մեր տեսադասը։ Հուսով եմ, որ այն ձեզ օգտակար եղավ։ Կհանդիպենք հաջորդ տեսադասին եւ կխոսենք այլ հետաքրքիր թեմաներից, որոնք առնչվում են լրագրությանը։ Լավ մնացեք։